Տիկին Ջուլհակյան, հարցը արձածվեց այն հարցի, որի մասին ուզեմ խոսեմ առաջի օրվանից, թե վերջը Հայաստանի Հանրապետության սահմանները ինչ ուրվագիծ ունեն և Հայաստանի Հանրապետության տարածքը ինչքան։ Դուք ասում եք, որ տարածքը որոշում է Ալմաթայի հռչակագրով, որը Սովետական Հայաստանի վարչական սահմանները դիտել է որպես պետական տարածքներ։ Չեմ ուզում հիմա խորքանի դրան անդրադառնալ, ճիշտ եմ, չեմ մեկնաբանում ձեր և ֆրակցիայի խոսքերը։ Շատ լավ, Սովետական միության ժամանակ վարչատարածքային բաժանման մասին ընդհանուր օրենք չի եղել։ Ամեն հանրապետության տարածք որոշվել է իր Գերագույն սովետի որոշումներով, Մինիստրների սովետի որոշումներով եւ այլն եւ այլն։ Բայց այդ որոշված տարածքները արձանագրվել են տարբեր տեղերում, օրինակ Սովետական միության ժամանակ հրապարակված քարտեզներում, պաշտոնական հրապարակային այլ փաստաթղթերում, հանրագիտարաններում։ Հանրագիտարանները հատուկ եմ նշում, որովհետև սահմանազատման ժամանակ երբ խոսքը գնում էր ինչ վերաբերելի փաստաթղթեր են օգտագործվել, նշվել էին նաև հանրագիտարանները։ Ուստի ես ուզում եմ կարդամ Սովետական հանրագիտարանից քաղվածք, հեսա 1980 թվականի հրապարակված։ Հայաստանի Հանրապետության տարածությունը 29800 քառակուսի կիլոմետր։ Նմանապես նույնը գրված է Սովետական մեծ հանրագիտարանում։ Ինչքան կկրկնեք, խնդրում եմ։ 29800։ Շատ լավ։ Եվ Սովետական միության հանրագիտարանը սա 79 թվականի հրապարակված է, ուրեմն պլոշեջ 29800 քառակուսի կիլոմետր։ Ինձ հետաքրքիր է, թե դուք տեղյակ եք արդյոք, երբ շրջանառության մեջ մտավ 29743 քառակուսի կիլոմետր թիվը, որտեղ 29743-ը որ կլորացնում ես, 29700 է դառնում։ Ինձ հետաքրքիր է, այդ 57 քառակուսի կիլոմետրը երբ անհետացավ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան, իհարկե դժվար եմ պատկերացնում, թե պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության հետ ինչ կապ ունի ձեր հարցը, բայց այդուհանդերձ կպատասխանեմ։ Ես հետաքրքիր է կոնկրետ ամսաթիվը, թե երբ դարձավ 843, 743 կոնկրետ ամսաթիվ ձեզ նշել չեմ կարող։ Եթե հիշում եք, սկզբում այո, նաև վարչապետներ 800 թիվը նշում 29800, բայց պետք է ձեզ նշեմ, որ մեր դասագրքերում, որով Սովետական հանրագիտարաններում չէ, անկախ Հայաստանի Հանրապետության դասագրքերում, որով որ մենք ենք սովորել, նշված է 29743 քառակուսի կիլոմետր թիվը, եւ ենթադրում եմ հենց այդ պահին է տեղի ունեցել այդ անցումը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Տիկին Ջուլհակյան, այնքանով կարևոր է, որ սա մեր պետության տարածքն է, պետաիրավականն է։ Լավ, դպրոցում ինչ եք սովորել, չգիտեմ, ես սովետի թվին եմ ավարտել եւ այնտեղ 29800 էր ասում։ Դուք ձեր քաղաքական թիմը հայտարարում է, որ մեր տարածքը այն տարածքն է, որը եղել է Սովետական միության ժամանակ։ Ուստի իմ սովորած թիվն է գերիշխում, ոչ թե ձեր սովորած թիվը։ Շատ լավ, ամիսը մի ասեք, բայց կարող եք խնդրեմ նշել, որ իրավական ակտով Հայաստանում Սովետական միությունից ժառանգած, որտեղ կա 29743 թիվը։ Օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջի սահմանազատումը եղել է 80 թվականի հունվարին։ Մովսիսյանի եւ իր ուրեմն վիզավիի հետ այդ պրոտոկոլները, որոնք ստորագրվել են։ Օրինակ, ուզեմ հասկանամ, լավ, դա 29800 է եղել։ Հիմա այդ 57 քառակուսի կիլոմետրը որ թղթով է վերացել։ Ում է գնացել այդ 57 քառակուսի կիլոմետրը։ Ավարտեցիք։ Պարոն Խաչատրյան, նախ ողջունում եմ, որ դուք գոնե 29800-ի հետ համակերպվել եք եւ հիմա ընդամենը 57 քառակուսի կիլոմետրի հարց եք բարձրաձայնում։
բայց ես պետք է ասեմ, որ մեր քաղաքական թիվը երբեք չի ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը դա սովետական միության շրջանակներում, հա, ՀԽՍՀ տարածքն է, որովհետև սովետական միության շրջանակներում Հայաստանը ունեցել է շատ տարբեր տարածքներ, տարբեր տարիներին։ Հետևաբար մեր քաղաքական թիմը չի ասել եւ չէր կարող նման հայտարարություն անել երբևէ։ Մեր քաղաքական թիմը ասել է հակառակը, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պետք է տեղի ունենա վերջին, արդեն միջև սովետական միության փլուզումը, վերջին իրավական ուժ ունեցող քարտեզների հիման վրա։ Քարտեզների ուշադրություն, ոչ թե քարտեզի, որտեղ այդ քարտեզը մեկը չէ, որտեղ տարբեր տարածքներ, տարբեր սահմաններ, տարբեր տարիներին սահմանազատվել են տարբեր ձևով։ Հետևաբար վերջին իրավական ուժ ունեցող քարտեզներով մեր հայտարարությունը դա է եղել։ Բայց եթե ձեզ ավելի մանրամասն տեղեկատվություն է պետք, ես քարտեզագետ չեմ, դրա մասնագետը չեմ, պարոն Խաչատրյան, դուք լիարժեք հնարավորություն ունեք այդ հարցը ուղղելու Մեհեր Գրիգորյանին, որը այդ հանձնաժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահն է, եւ եթե չեմ սխալվում, նաեւ այդ առիթից օգտվել եք, այդ հարցերը ուղղել եք, ձեր պատասխանները ստացել եք եւ ենթադրում եմ, որ դեռ առաջիկայում նույնպես այդ հարցերը դուք կուղղեք վերջինիս։ Շնորհակալություն։